կոնկրետ ժամկետ հանրաքվեի անցկացման հետ կապված այս պահին չկա։ Շնորհակալություն Քրիստինե Մուշարյան, Եվրոմեդիա 24։ Շնորհակալություն։ Տիկին Գայլյան, դուք որոշ ժամանակ առաջ ազգային ժողովում ձեր ստեղծվեցի ընթացքում հայտարարություն արեցիք, Հայաստանում ասիկ քաղաքականներ չկան, ինչը հարության շրջանում, իրավական հարույթի շրջանում փաստաբանների, պաշտպանների դժգոհություն առաջացրեց, սկսեցին փաստերով, օրինակներով ձեզ հակադարձել, անգամ թիվ է նշվում, ասում են այս պահին Հայաստանում 19 քաղաքական կա եւ օրինակներով ասում են ինչպես չկա, եթե մի քաղաքական հայտարարության համար, երբ որ իշխանությունների սրտի ոչ հաճո է, միանգամից կալանավորում են մարդուն, դե հոգեվորականների դեմ կատարվող մասին չխոսենք, անգամ մարդու իրավունքների պաշտպանն ով հենց իշխող ուժի կողմից են տրված խոսում կալանքան համաչափ կիրառելու մասին, պահման պայմանների մասին, այս հայտարարություններից, այս օրինակներից հետո ինչ որ հետևություններ արել եք ձեզ պատասխանատու առհասարակ համարում եք այս ստեղծված իրավիճակի համար եւ մեկ հարցել, արդյոք այդ ինչպես դուք եք նշել, հաստատել եք 6-ից 7 միլիոն պարգևաճառ, արդյոք այդ պարգևաճառները համապատասխան այսպես համարում եք այս կատարված աշխատանքի համար, այս իրավիճակի համար, որը կապ Ձեր հարցը, չգիտեմ որն էր հարցը, պատասխանատու համարում եք ստեղծված իրավիճակի համար, որ իրավիճակի փաստերով հակադարձություններ փաստերով նախ ես չեմ խոսում երբևէ առանց հետևություններ արած լինելու նախորդիվ, ինչը նշանակում է, որ մարդկանց կարծիքից հետո ես չգիտեմ, առնվազն նոր չի, որ հետևություններ պետք է անեմ։ Ես կրկին ասում եմ, որ մեր երկրում քաղաքականներ չկան, վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցներն հրապարակվեցին եւ մեր ընդդիմախոսները եւ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները շատ դառնացած, ընդ որում իրենք էլ են մասնակիցար այդ ամենի, նշում են, որ որևէ հղում քաղաքականներին չկա եւ այլն, իսկ դա ինչի մասին է խոսում, որ իրականում գուցե դրանք չկան։ Ինչից ես պետք է հետևություններ անեի, ինձ համար խիստ անհասկանալի է ձեր հարցադրումը։ Միշտ նշել եմ, նորից կնշեմ, չի կարելի պատասխանվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին եք խոսում, ու հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետք է տրվի հետո քաղաքական ենթատեքստ, ես չեմ ավարտել։ Կան քրեական գործեր, այդ քրեական գործերի քննությունը շարունակվում է, որոշ գործերի դեպքում մեզ որոշ ապացույցներ հասանելի են դարձվել, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունները կարող է անել, բայց դրանք վճռորոշ չեն եւ նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը հետևություններ չի արել, եւ մենք պետք է սպասենք, երբ կլինեն դատական ակտեր։ Վարդիրականացման մարմինները կատարում են իրենց աշխատանքը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել քննչական մարմինների, դատախազական մարմինների եւ դատարանների աշխատանքի համար, լավագույն բանը, որ կարող են անել, ուղղակի ձեռնպահ մնալն է այդ աշխատանքների միջամտելուց եւ գնահատականներ տալուց եւ ուրեմն ես չեմ տալու որևէ գնահատական այդ աշխատանքներին, բայց հնչեցրեցի եվրոպական ԵԽԽՎ-ները, եթե չեմ սխալվում, համապատասխան հանձնաժողովի գնահատականը, որտեղ բառ չկար քաղաքականների մասին եւ դուք կարող եք, ես անուններ չեմ ուզում տալ, վրդովված մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները լսել այդ մասով, սա նշանակում է, որ իրենք փաստեր են ներկայացրել, իսկ իրենց փաստերը եվրոպական մարդակենտրոն ինստիտուտները հաշվի չեն առել, եւ սա խոսում է շատ բաների մասին եւ հետևություններ թողանեն այն մարդիկ, որոնք իրենց համարում մասնագետներ, որոնք խոսում են այն երևույթների մասին, որոնք դուք նշեցիք։ Իսկ պրեմիաների չեմ ավարտել։ Պրեմիաների կամ հավելավճարների կամ պարգևաճառների